Դուք ձեր ծառայությունների արժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն հրավիրել եք լրագրողներին եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր տալ։ Շատ լավ։ Ես էլ ձեր հարցերին պատասխանել եմ եւ պատասխանում եմ եւ պատասխանելու եմ։ Կան հարցեր, իրականացրել եք թե ոչ։ Սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ Դրախտի եւ դժոխքի մի վարքյան։ Դրախտի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ իմանամ եւ կհասկանամ։ Ֆիզիկապես եղել Ես սիրելիներ չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասեմ եւ ներողություն խնդրեմ պիտի գնամ, որպեսզի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված եւ արդարացի։ Լուսաբանական դեպքում անգամ շփոթում ամումներ տալ։ Անավանքի պատարագին այս հրավերը կարգապահական հանձնախմբին մասնակցել է, քանի որ դուք այնտեղ պատարագի եք մատուցում։ Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի ես պատահական չէ որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա ներքին անձնական հարցն է եւ դա իմ եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքականացրել եք եւ եկեղեցու հարաբերությունները։ Չի ասի, ինչ վերաբերում է Հովանավանքի պատարակների իմ մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ։ Միշտ, երբ որ ինձ լրագրողները մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել։ Ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Հանձնախմբի հետ կապված։ Նույն հարցերը Հանձնախմբի հետ կապված։ Ներողություն, Ինչ վերաբերում է ես Թալինին կմասնակցեմ, թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշվի։ Հանձնախմբի հետ կապված, որ ասում եք այս կազմը, այս նույն կազմը ձեզ օծել որպես քահանա, դա ընդունել եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի մեջ։ Մտավախություն ունեք, որ Ում օրնած Միրոնով դեր տան։ Իսկ ձեզ որևէ բան խոստացել եք մայրաթորին դուրս գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրնած Միրոնով։ Ձեզ որևէ բան խոստացել եք եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել եք։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք Ռուսաստան կարծում եք մնացածը թողնում եմ ձեր իշխանության հրանգով, սիրելիներ, տաքսի վարել եք, ուրեմն տեսեք, թեմում չէիք, դուք Ռուսաստանում եք եւ եկաք միայն պատարագին մասնակցել եք, տեսեք, ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞ տեր հայր։ Սիրելիներ, տեսեք, իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բաղդադ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, իհարկե լինում է, Բաղդադ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև իր արձակուրդ գնալը ես ինքս արձակուրդ եմ վերցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրան եւ ըմբռնում է։ Տարբերություն շատ է։ Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որ ես շարժվում եմ իմ համոզումներով։ Եվ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան ասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Սիրելիներ, ես կարծում եմ որ Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդ է սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել եւ մեղա Աստծո թող Աստվածների ինձ եթե իմ սխալ բան գործել, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, դրա համար ներողություն խնդրելու, իմ ժողովրդից բոլորից եւ դրա համար ապաշխարելու։ Ես կարծում եմ, որ մեր շատ եկեղեցականների, հատկապես բարձրաստիճան, հենց խնդիրը սրանում է, որ մենք քրիստոնեաբար չենք վերաբերում մեր սխալներին։ Այո, մենք բոլորս էլ մարդ ենք, կարող ենք սխալվել, բայց դրա համար այդ սխալը մաքրելու, շտկելու համար Աստված մեզ ճանապարհը ցույց տվել է հայ առաքելական եկեղեցին
ունի այդ ճանապարհը, դա գաղտնիք չէ սիրելի։ Նեցեք դուք մի հեռախոս եք հրաժարվել ստի թողնել այնտեղ, հիմա շատ բարձր բաներից եք խոսում։ Մենակ ձեր հեռախոսը Խնդրում եմ հետո տարբեր հարցեր եք կրել։ հեռախոսը Հեռախոս ինչու ես պիտի թողնեմ։ Ինչ եմ անում, ինչու է ինձանից պահանջվում, ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը թողնել։ վարչապետի մոտ գնալիս երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Եթե ես այս պահին կարծում եմ, որ իմ հեռախոսը պիտի թողնեմ տունը, տնից դուրս գամ, թողնում եմ տանը։ Եթե այս պահին ստացվել է, որ հեռախոսը ինձ մոտ է, ես չեմ կարծում, որ հայրաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ абսուրդ է, բայց դամնիկով ես ինչու պիտի իմ հեռախոսը թողնեմ, եթե ես եկել եմ հոգևորական մարդկանց հետ ինչ-որ բան հոգևոր թեմաներ խոսելու։ Մակարդակի վրա լինեք դե։ Ինչ կապ ունի մակարդակը։ Հիմա մեկը մտնի բան գողանա, ինձ ասի արի իր հետ գողանանք մի մակարդակին, մենք էլ ենք գողանում, դու էլ գողացի։ Կառավարություն իշխանության ներկայացուցիչների մոտ գնալիս էլ չեք թողնել։ Սիրելիներ, իմանանք, որպեսզի հետևեն։ Կամ դեսպանատներ ավելի հավանական է դեսպան։ ես երբևէ նման խնդիր չեմ ունեցել, եւ դրա մասին մտածելու կարիք չեմ ունեցել։